Փարտիրոջը այսօր հիանալի օր է, բոլորս նշում ենք Քրիստոսի ծնունդը, որը օրհնյալ է մեր համար, այս աշխարհի համար ու շատ կարևոր է ամեն մեկիս կյանքի համար։ Դրա հետ միասին այս կիրակի, այս շաբաթը վերջի ծառայությունն է այս տարվա, հաջորդը կլինի ամսի 3-ին, մի տարի հետո կհանդիպենք, դրա համար ուզում եմ մի թեթև խոսամ Քրիստոսի ծնունդի մասին, այն առավելության մասին, որ Աստված մեզ տվել է, ինչը որ մենք այսօր ունենք, ինչը կարանք ունենանք ու ինչը պետք է ունենայինք։ Տերը օրհնի ձեզ։ Իհարկե չեմ կարա չկարդամ այս տեղերը Ղուկաս ավետարանի առաջի գլխից 26-ից մինչև 30 խոսքը, մոտավորապես 6-րդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց Գալիլեա մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի տնից Հովսեփ անունով մի մարդու հետ, եւ այն կույսի անունը Մարիամ էր։ Հրեշտակը նրա մոտ գալով ասաց. «Ուրախացիր, ով շնորհակալ, Տերը քեզ հետ է, շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ Մարիամը տեսնելով հրեշտակի նրա խոսքերից շփոթվեց ու մտքում խորհում էր, թե այս ողջույնն ինչ է նշանակում։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի վախեցիր, Մարիամ, որտեվ Աստծուց շնորհ ստացար, ահա կհիանաս, որդի կծնես եւ նրա անունը Հիսուս կդնես, նա մեծ կլինի ու բարձրալի որդի կկոչվի»։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, եկենք ողջունենք մեր մեծ հզոր Աստծուն։ Հալելույա, զորավոր է մեր Աստված, որովհետև իր ծնունդով աշխարհը փոխեց։ Ես մի անգամ պոեզով տեղ էի գնում, մի հոգու ավետարանն էի քարոզում գնացքի մեջ ու ինքն ինձ ասեց, հիմա որ թիվն է, ասեց 2020 թիվն է, ասեց չէ, դու ճիշտ չես, մենք չենք հաշվում Քրիստոսի ծնունդից թիվը, հիմա ինչ որ 6000 եսին որերորդ թիվն է։ Ես մտածեցի, խորհեցի ու հասկացա, որոշ մարդիկ կան, որ Հիսուսի ծնունդը իրանց համար ոչ մի արժեք չունի։ Բայց այն մարդկանց համար, ով Տերը ընտրել է հենց սկզբից, Տիրոջ սերմը, գիտեք, Աբրահամին Աստված խի պահեց, որտեղ սերմ կար մեջը, որ պետք է հետո ծնվեր։ Իմ ու քո մեջ կա մի սերմ, կա մի բան, որ Տերը դրել է մեր մեջ, որ դրա խաթր մեզ պահպանում է։ Հենց մեր ծնունդից առաջ ասում է, քո մոր որովայնի մեջ քեզ ընտրեցի։ Հալելույա։ Գիտեք, ստեղ կարևորը ինչն է։ Ստեղ կարևորը հրեշտակի ու Մարիամի հետ խոսակցությունը չի։ Ստեղ կարևորը այն խոսքերն են, որ հրեշտակն ասում է Մարիամին, ասում է նա մեծ կլինի եւ բարձրալի որդի կկոչվի։ Գիտեք, մեր համար Քրիստոսը պետք է ունենա ամենամեծ տեղը։ Իմ համար, քո համար Քրիստոսը պետք է մեծ լինի։ Հալելույա, նա մեծ կլինի։ Գիտեք, սա հասկացող մարդկանց համար հզոր ուժ է, հզոր կյանքի զորություն է ու ուժ է, որ Աստված դրել է ամեն մեկիս մեջ։ Հալելույա։ Գնանք առաջ։ Հովհաննես ավետարան 3:16, այսօր սաղ այս տեղերն ասել են, բայց այստեղ շատ հետաքրքիր բաներ կա։ Ասում է, Աստված այնքան սիրեց, առաջինը սիրեց ինչը, աշխարհը։ Երկրորդը միածին որդուն տվեց։ Հասկացեք, այս բաների մեջ ես խնդրում եմ ձեզ, երբ որ դուք կկարդաք Աստվածաշունչը, շատ ուշադիր կարդացեք, որտեղ ամեն բառի մեջ մի հատ մեծ գաղտնիք կա, ամեն բառի մեջ կա մի բանալի, որ բացում է մեր կյանքի օրհնությունները։ Հալելույա։ Ասում է, Աստված սիրեց աշխարհը։ Իր միածին որդուն տվեց, որպեսզի ով որ նրան հավատա չկորչի։ Մենք ուշադրությունը դարձնում ենք, որ տվեց, բայց կա բաներ, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ էլ չի կորչի, այլ հավիտենական կյանք կունենա։ Ինչ է նշանակում հավիտենական կյանք կունենա։ Կյանք ունենալը, այսինքն էսի sense խոսքեր չի, որ մենք օդի մեջ ասում ենք։ Կյանք ունենա, նայեք ինչեր եմ գրել ստեղ։ Դա նշանակում է ունենալ պլաններ, ծրագրեր, ունենալ ուրախություն, հաջողություն, աննպատակ չապրել, սիրել, ներել, վստահել։ Հայ կյանքը էսա։ Ուղղակի չէ, Աստված տվեց, որ ես կյանք ունենամ, բա մի հատ մտի այդ կյանքի մեջ, մի հատ սկսի մանրել այդ կյանքը, ինչ հա տվե Աստված այդ կյանքի մեջ, ինքը ինչ նկատի ունի։ Ինքը նկատի ունի,
Մեր պլանները, ծրագրերը, ու այդ ամեն ինչի մեջ Տերն է փառավորվողը, հալելույա։ Ու եթե մենք շարունակենք, եթե մենք չենք կարողանում այս ամեն ինչի մեջ մտնել, Աստված խոստում ունի մեր համար, որտեղ ինքը եկել է ու այս խոստումը տվել է, հալելույա։ Ասում է Մատթեոս ավետարան 11-րդ գլուխ 28 խոսքից, ասում է ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներն ու բեռնավորվածները, տերել չեմ կարում, չգիտեմ ոնց անեմ, ասում է իմ մոտ արի, ես ծնվել եմ, Աստված եկել է մարմնով, հայտնվել է մեզ, ասում է իմ մոտ արի, ես եմ քեզ հանգիստ, ասում է նայեք ինչ ասում, բեռնավորը, եւ ես հանգիստ կտամ ձեզ, չգիտեմ էլ ինչ անեմ, գնա իր մոտ, թող ինքը հանգիստ տա քեզ, որտեվ Քրիստոսը ծնվել է իմ ու քո համար։ Սա ուղղակի խոսքեր չեն։ Քրիստոսն եկել է, որ մենք կյանք ունենանք, ել ավելին ունենանք։ Քրիստոսն եկել է, որ մենք պլաններ ունենանք, ել ավելին ունենանք։ Մենք խոսանք այսօր այդ սա ամեն ինչի մասին։ Հալելույա։ Տեսեք ինչքան լավ է, որ մենք հիմա արդեն նոր տարին որ անցնի, մենք ունենանք այդ պատանեկան մեր հաղորդությունը, խմով են ստեղ Կրասնոդարում ալնելու։ Նայից հետո ես ամենջապես պատրաստվում եմ մեր կոնֆերանսին։ Մենք չենք կարա պլաններ չունենանք, մենք չենք կարա չմտածենք։ Ես համարյա մի ամիս ամեն օր աղոթում եմ, որ Տերը դրա համար անուն տա։ Մենք չենք կարա անպլան ապրենք։ Մենք չենք կարա ուղղակի, հայ, մեկ կա, չեմ արդ, Бог усмотрит, Տերը կտենա։ Ու նստած տունը ոչ շիվան չեն անում։ Դե Տերը տենում է, որ դու ոչ շիվան չես անում։ Конечно, Տերը կտենա։ Իսկ որ դու մի բան անում ես, Տերը օգնում է քեզ, Տերը ձեռ է մեկնում, ասում է դու արա մի քայլ, ես կանեմ 10 քայլ դեպի քեզ, հալելույա, ամեն։ Ասում է բեռնավորը, ես ձեզ կհանգստացնեմ, իմ լուծը ձեր վրա վերցրեք եւ ինձանից սովորեք, էսի պլաններ է սա, էսի այսօր չի, ես եկա լուծը վերցի ու սովորա, չէ, էսի ընթացք է, էսի կյանք է, էսի տարիներ է, երբ որ դու վերցնում ես իր այդ բեռը, դու իր գործն ես անում, ինքն էլ քեզ սովորացնում է։ Էսի ընթացք է, ասում է իմ լուծը ձեր վրա վերցրեք եւ ինձանից սովորեք, որտեվ ես հեզ եմ ու սրտով խոնար, այդ պետք է սովորենք։ Ես հեզ եմ ու սրտով խոնար եւ ձեր հոգիներին հանգստություն կգտնեք, որտեվ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Մեկ մարդիկ կան, քրիստոնյաներ, դու նայում ես իրանց վրա, խաղաղություն ես զգում։ Դու տենում ես, որ այս մարդը խաղաղ է, ուզում ես իր կողքը լինես։ Ինքը քո մեջ չի բերում, որ այդ սուհիտան, այդ հոգսը, այդ լարվածությունը, հետո խոսում ես ինքը հոգսից չի խոսում։ Ինքը խոսում է Աստծո փառքից, ու այդ ինչ շատ դուր է գալի։ Եվ որ մարդու հետ հանդիպում ես քրիստոնյա հետ որտեղ էլ լինի, ինքը խոսում է Աստծո փառքից։ Ես էլի մի անգամ գնաց Կովեթումի, մեկ է մի հատ քույրիկ բարձրացավ վագոն էլեկտրիշկի մեջ ու սկսեց, ասեց, ես ուզում եմ ձեր համար Քրիստոսի մասին ոտանավոր կարդամ։ Վայ, ասի ինչ հետարքիր է, այս քույրիկը ոտանավոր է կարդում, կարդալու կեսից կանգ առավ, ասեց, վայ, պաստырներ ստեղ է, կակրաս վերջում ձեր համար կաղոթի։ Գնացքի մեջ, ես պրոստը իհարկե ես խառնվա իրար ասի, ամարդ քեզով էլ խնդրե տենց բան ասեիր, բայց ես մի բան հասկացա, այս մարդը լծված է Քրիստոսի պլաններով, այս մարդը լծված է Քրիստոսով, իրան չի հետաքրքրում ոչ մի բան, իրան չի հետաքրքրում, ինքը կարդում է բանաստեղծություն ու ինձ էլ տենում ասում է, հիմա էլ ինքը կաղոթի ու եկավ կայնավ մոտս, ասես եղբայր օգնիր ինձ կարդանք բանաստեղծությունը, ռուս քույրիկ էր, ասի ես չգիտեմ, ոչինչ ասես, դու իմ համար աղոթի ես կկարդամ, ու սաղ գնացքը ինձ է նայում սենց։ Աստված գիտի ոնց մեզ հանի մեզանից, հասկանում եք, Աստված գիտի ոնց մեզ ցույց տա, ոնց քայլել իր առաջ, ասում է վերցրեք իմ բեռը, նա թեթև է, նա քաղցր է, իհարկե ես ոգևորվա հելավոր աղոթեմ, конечно, ոչ ոք ինչ չէր լսում, բայց դե մարդ էր, սերմերը ցանվում էր, հասկանում եք, դա շատ կարևոր է։ Ուզում եմ ասեմ, որ կա բաներ, որ մենք տարվա սկզբին պետք է անենք ու տարվա վերջում պետք է անենք, դա շատ կարևոր է։ Տարվա վերջում մենք պետք է գոհանանք Աստծուց։ Ամբողջ տարվա համար մենք պետք է գոհանանք։ Ասում է Առաջի Թեսաղոնակացիս 5:10 ամեն բանում գոհություն հայտնեք, որտեղ սա է ձեր հանդեպ Աստծո կամքը Քրիստոս Հիսուսովը։ Գիտեք, երբ որ մենք գոհանում ենք Աստծուց ամբողջ տարվա համար, երբ որ մենք նայում ենք մեր տարվան ու գոհանում ենք Աստծուց, մենք ասում ենք ամբողջ հոգևոր աշխարհում, որ ես քայլել եմ Աստծո պլանների մեջ։ Ինչ է ստացվել, թե ոնց է ստացվել, ինչքանով է ստացվել, դա լրիվ ուրիշ բան է, բայց որ դու գոհանում ես Աստծուց ամբողջ տարվա համար, իհարկե,
Կարող է մի բան չի ստացվել, կարող է միտեղ սխալվել ես, կարող է միտեղ ընկճվել ես, միտեղ տարբեր ճանապարհներ ես անցել, բայց երբ որ դու գոհացել ես, դու ամբողջ հոգևոր աշխարհի մեջ վկայել ես, որ Աստծո պլաններն ա քո կյանքում կատարվում։ Դա համար սիրելի քույր եղբայր, այս օր մենք ունենք ընդամենը 2 օր, 3 օր մնաց, որ նոր տարին գա։ 4 օր, 4 օրվա մեջ դու կարող այնքան բան փոխեք ձեր գոհությունով, ձեր շնորհակալությունով, որ կանգնեք Աստծո առաջ ու ասեք Տեր, շնորհակալ եմ։ Այս մի բանը պետք է անպայման արվի։ Մենք տարին սկսում ենք, ասում ենք Տեր, մենք նոր տարվան աղոթում ենք, բոլորը այնտեղ, չգիտեմ, կենացներ են ասում, բայց մենք լսելով մեր առաջնորդին աշխարհի, մեր պետության, նրանից հետո մենք կանգնում ենք, ձեռք ենք բռնում, աղոթում ենք Տիրոջը ու խնդրում շնորհակալություն Տիրոջը նոր տարվա համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ու ամբողջ տարին գնում ենք շնորհակալությունով։ Մենք պետքա գոհություն հայտնենք Տիրոջը, նույնպես տարվա վերջում, որտեղ գոհանալով Աստծուց մենք բացում ենք մեր համար մեծ դռներ, բաներ, որ առանց գոհության կարողա չբացվեն, որտեղ գոհանալով մենք ապացուցում ենք մեր վստահությունը Տիրոջ գործերի վրա։ Հալելույա։ Երկրորդ շատ կարևոր բանը, որ մենք պետք է անենք, դուք ասես ի՞նչ կապ ունի Քրիստոսի ծնունդի հետ այս ամեն ինչը։ Եթե Քրիստոսը չծնվեր, մենք այս ամեն ինչը չէինք էլ հասկանա, չէինք էլ անի այս ամեն ինչը։ Դա համար ես այսօր ուզում եմ, որպեսզի մենք տարվա վերջում մի հատ ամփոփենք տարին։ Մի հատ նստենք Տիրոջ առաջ, մենք մեր առաջ, մի հատ տենանք ինչ ենք արել այս տարի ընդհանրապես, ինչա տեղի ունեցել մեր հետ, որտեղ ենք մենք ճիշտ վարվել, որտեղ ենք սխալ վարվել, որտեղ ենք պտուղ բերել Քրիստոս, вообще ինչ ենք այս տարի արել մենք Քրիստոսի համար, ինչ ենք արել Աստծո եկեղեցու համար, վերցրել ենք այդ արդյոք պատասխանատվություն մեր վրա, որպեսզի կարողանանք մի լավ բան անենք Աստծո եկեղեցու համար։ Մենք նայում ենք, թե մարդիկ ինչեր են անում եկեղեցու համար, Աստծո համար, ոնց են քարոզում, ավետարանը, մենք պետքա ճիշտ է, հալելույա, մեր եկեղեցին շատ բան անում Տիրոջ համար, բայց որպես դու անհատ կանգնի Տիրոջ առաջ, մի հատ անալիզ արա, մի հատ ամփոփի քո տարին Տիրոջ առաջ, մի հատ կանգնի ասա Տեր, այստեղ է իմ մոտ չի ստացվել, ես խնդրում եմ օգնի ինձ, այստեղ է իմ մոտ լավ է ստացվել, Տեր, թող փառք բերի քեզ էս իմ արածը։ Ամեն տարի, երբ որ մենք տարին վերջացնում ենք, մենք պետք է ամփոփենք այդ տարին, որտեղ մենք չենք կարա ուղակի պարապ ձևով ապրենք, մենք չենք կարա չվստահենք Աստծուն, մենք չենք կարա չասենք Տեր դու ես այդում իմ առաջից, մենք չենք կարա մեր սխալները պրիզնատ չգանք, մենք չենք կարա չասենք Տեր այս ամեն ինչը լավ է ստացվել, մենք գումար ենք աշխատել, մենք առողջ ենք եղել, դու մեզ փրկել ես, ինչքան բաներ կարարելներ մեր հետ, բայց դու մեզ փրկել ես, ու այսօր ես անալիզ անելով իմ ամբողջ տարին, ամփոփելով իմ ամբողջ ընթացքը տարվա, ես ասում եմ ամբողջ հոգևոր աշխարհի մեջ, ես Տիրոջն եմ, Տերը իմն է։ Հալելույա, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, զորավոր Աստված։ Մենք հայերս մի հատ սենց խոսք ունենք, պարզ ճակատով կանգնենք Աստծո առաջ, հետարքիր է, չէ, ինչ է նշանակում պարզ ճակատով կանգնենք, ոնց որ մեր խիղճը մեր ճակատի վրա ալնի, մենք ոնց որ մեր խիղճը մեր ճակատով ցույց տանք Աստծուն, որ պարզ ճակատով կանգնենք Աստծո առաջ, ինչի համար, ամբողջ տարին ապրել եմ, ամբողջ տարին մասնակցել եմ, ամբողջ տարին ես օգտակար եմ եղել եկեղեցու համար։ Գիտեք, Մովսեսը, երբ որ բարձրացավ Սարը աղոթելու, իր հետ բարձրացան Օրը եւ Ահարոնը, չգիտեմ, Օր է հայերենով, Օրն ու Ահարոնը, բարձրացան այնտեղ, իրանց աշխատանքն էր բռնել իր ձեռները ուղակի։ Մովսեսը ամեն ինչ անում էր, իրանց աշխատանքն էր բռնել իր ձեռները։ Եթե իր ձեռները չբռնեին, Հիսուս նավինը հաղթանակ չէր տանի։ Ինչ որ միտեղ կա բաներ, որ մենք անալիզ անելով մեր կյանքը պետք է հասկանանք, ում ձեռն են բռնել։ Գիտեք, այնց հեշտ է քննադատել, այնց հեշտ է մեղադրել, այնց հեշտ է ասել, իր մոտ չի ստացում, բայց որ ձեռը բռնել դժվար է։ Այ Աստված ուզում է, որ մենք անալիզ աներով ամփոփելով մեր տարին, մենք հասկանանք, ում ձեռն ենք մենք բռնել այս տարի, ում ենք օգնել, ում ենք բարձրացրել, ում ենք ուժ տվել, ում ենք խորհուրդ տվել, ճիշտ խորհուրդ տվել, որ այդ խորհուրդը այդ մարդուն օգնել է։ Եվ մեկ էլ ամփոփենք մեր տարին, ում ենք նախանձել, ում չենք ներել։
բանդամիմ եմ միշտ ցույց տալի։ Իրականում այդպես բաներ էլ կա, մենք պետք է նայենք, մենք պետք է վերանայենք, մենք պետք է մեր կյանքը դնենք Աստծո առաջ, ամփոփելով մեր տարին, ամեն, դա շատ կարևոր բան է։ Տեսեք, ստեղ ես ինչ եմ գրել, մենք ամեն հարցում պետք է տենանք իր ձեռը, ամեն հարցում պետք է տենանք իր ձեռը, Եվ տարվա ամփոփումը մեզ օգնում է չանելու այն սխալները, որ արել ենք այս տարի։ Եթե մենք վերանայենք մեր կյանքը, մենք էլ այդ սխալները չենք անի։ Ես չգիտեմ խի, այսօր առավոտ ես խորհում էի խոսքի մասին, Տերը դրեց իմ սրտին, որ ես այս մասին խոսամ, որտեղ մենք տրվում ենք հոսանքին ու անկապ ենք, դե ոնց կլինի, նենց էլ կլինի, չէ։ Մենք պետք է չանենք այս սխալները, ինչը որ արել ենք այս տարին անցնող։ Մենք պետք է վեր լուծենք, մենք պետք է նայենք, որտեղ ենք շշկրվել, որտեղ ենք մեղք գործել, որտեղ չենք կարող անցնենք, ինչը որ մեզ այսօր խանգարում է, որպեսզի գալիք տարին հետ էլ չանենք, կանգ առնենք դրա մեջ, անալիզ անելով մեր ամբողջ կյանքը։ Ամեն։ Հալելույա, փառք Տիրոջը։ Նայեք, մենք անում ենք սխալ դավանանքներ, եկեք այս տարի մենք տարվա վերջում նստենք մտածենք մեր դավանանքներից որն է եղել ճիշտ, որն է եղել սխալ, դադար տանք այդ բաները դավանելուց, դադար տանք մեր կյանքը հետի ասելուց, դադար տանք վատ բառեր ասելուց մեր բարեկամների, հարազատների, երեխեքի կյանքում, այ միամիտ ստացավ, չէ, միամիտ չստացավ, ինչով լցված է մարդ էլ դուրս է գալի մարդուց։ Եկեք ուշադիր լինենք մեր դավանանքների, մեր խոսքերի համար։ Եթե այս տարվա մեջ ինչ-որ տենց բաներ եղել են, եկեք կանգ առնենք, ապաշխարենք դրա մեջ։ Ասենք Տեր, ների ինձ, ել ես չեմ ուզում այդ խոսքերը կրկնել, որ նոր տարվա մեջ ես ճիշտ ապրեմ։ Եթե կա մեղք, որ քեզ հեռու է ապահում Աստծուց, եթե կա մեղք, որ դու չես կարող ազատագրվես, դիր քո սրտի մեջ ապաշխարի Աստծո առաջ ու նոր տարվա մեջ դիր պլաններ քո դեմ, որ դու դա պետքա թողես, այս տարի ես անպայման պետքա սա թողեմ, որտեղ սա ինձ խանգարում է Աստծո գործերը անելու։ Տեր, ես ուզում եմ քեզ փառավորեմ, Տեր, ես ուզում եմ քեզ ծառայել, օգնի ինձ ազատագրվելու այս ամեն բանից։ Ամեն։ Հալելույա։ Եթե դուք ծառայություններ ունեք, վերանայեք, ամփոփեք այս տարին, քո ծառայության մեջ ինչ ես ավելացրել, քո ծառայության մեջ ինչն է աճել, քո ծառայության մեջ ինչ պտուղ ես դու բերել, շատ կարևոր է, կապ չունի թե դու որտեղ ես ծառայում, տնային խմբակ, ես չգիտեմ, տարբեր ծառայություններ կան, երեխեք, պատանիներ, ես չգիտեմ, այնտեղ փառաբանություն, մի հատ ուշադիր նայեք, վերելուծեք ամբողջ տարին, ինչն է առաջացել, ինչն է ավելացել, ավելացել է ձեր հեզությունն ու խոնարհությունը, ավելացել է ձեր պտուղները, մենք պետք է անալիզ անենք մեր կյանքի մեջ, կապ չունի, հովիվ ես դու, առաքյալ ես, ով ուզում է սեղի, եթե դու անալիզ չես անում քո կյանքը, դու չես ճշտում քո սխալները, դու առաջ չես ընկա։ Դու պետք է անպայման վերանայես քո կյանքը, ամբողջ տարին մենք նստում ենք Աստծո առաջ աչոտ տալու, մենք նստում ենք Աստծո առաջ ու ամփոփում ենք մեր կյանքը Աստծո առաջ, ասում եմ Տեր, ստեղ իմ մոտ չստացավ, ստեղ ես ընկա, ստեղ ես չկարեցա դիմանալ, ստեղ ես անպատվեցի, ստեղ ես հայհոյեցի, ես չեմ կարող դիմանալ, Տեր, օգնի ինձ։ Ստեղ ես օրնեցի, ստեղ աղոթեցի, քանի անգամ ես այս տարի դու ծոմ պահել, մի հատ ամփոփի Աստծո առաջ քո կյանքը հոգևոր։ Եկեք հիմա հոգևոր կյանքից խոսանք, ինչքան ես դու այս անգամ Աստվածաշունչ կարդացել, այս տարի ավարտել ես Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ, մնաց մի քանի օր դեռ կհասցնես։ Ինչով է քո կյանքը աշկի ինգե Աստծո առաջ այս տարի, ոչինչ որ ես այս բաներն ասել։ Ես այսօր իրգուն հետում եմ Սոչի, բայց հետ եմ գալու։ Ալելույա։ Ես ես անկեղծ եմ ասում, եթե մենք չսովորենք տարին ամփոփել ու չպրիզնատ, ոնց է, չխոստովանենք մեր սխալները, մեր ճշտերը, չասենք Տիրոջը, չպատմենք, մենք չենք դզվի, հաջորդ տարի նույնն ենք անելու։ Մենք պետք է նստենք Աստծո առաջ հաշիվ տալու իրան։ Տեր, իմ մոտ սա ստացվեց, սա դեռ չի ստացվում։ Օգնի ինձ, որպեսզի մոտ ամեն բան ստացվի։ Հալելույա։ Տեր օրհնի ձեզ։ Սաղմոս 46:10։
Հանդարտ մնացեք, այսինքն ասում կանգ առեք, հանդարտ մնացեք։ Նայեք, ինչ հետաքրքիր խոսք է, չէ՞, քրիստոնեության ապահովությունը իր հանդարտության մեջ է։ Ես նորից եմ կրկնում, քրիստոնյայի ապահովությունը իր հանդարտության մեջ է։ Մենք պետք է հոգս չանենք, մենք պետք է հանդարտ լինենք, մենք պետք է սուիցիդա չեղնենք, հասկանում ես։ Դա ման ասում հանդարտ մնացեք եւ ճանաչեք։ То есть սա պլան է էլի, սա ուղղակի խոսք չի, սա ընթացք է, եւ ճանաչեք, որ ես եմ Աստվածը։ Եվ ճանաչեք, որ ես եմ Աստվածը։ Ով կարող ասի, որ ինքը արդեն ճանաչում է, որ ինքն է Աստվածը։ Ապրեք, որտեղ մենք ճանաչում ենք ամեն օր։ Մեր մոտ ինքը բացվում է ամեն օր, ամեն առավոտ իր ողորմությունը նորոգվում է ու ինքը նոր ձևով է բացվում մեզ։ Հրեշտակները կանգնած Աստծո առաջ երկու թևերով փակել էին երեսները, երկու թևերով ոտերը, երկու թևերով էլ թռնում էին ու ամեն վարքյան ասում. Սուրբ, Սուրբ, Սուրբ է Տեր Աստվածը։ Դարեր ասում են ու աստվածաբաններն ասում են, որ ամեն անգամ երբ որ իրանք ասում են Սուրբ, Աստծո փառքը փոխվում է։ Ամեն սուրբ բառից Աստված բացվում է ու Աստծո փառքը փոխվում է։ Ու երբ որ մենք ինքն ասում հանդարտ եղեք ու ճանաչեք, որ ես եմ Աստվածը, նա ուզում ասի, որ ամեն օր ես ձեր համար նորն եմ ստեղծում, ամեն օր ես նոր Աստված եմ ձեր համար, ամեն օր ձեր կյանքը նորոգում եմ, ամեն օր ձեզ նորն եմ բացում։ Ուղղակի դուք հանդարտ եղեք, կանգ առեք, հանդարտ եղեք։ Հասկանում եք, մենք սիրում ենք վազվզել, փուջուր երեխեքի պես։ Ես եմ իշխում ազգերի վրա, ես եմ տիրում երկրի վրա, հանդարտ եղեք։ Մեկ մտածում եմ, ասում եմ, բայց ես խես ենք խառնվա իրար, մեկ Աստված անելու են, ինչ որ անելու է, մեկը Տիրոջ պլանն է իրականանալու, ինչ ուզում ես արա, մեկը Տիրոջ պլանն է իրականանալու։ Թատրոնը, ճիշտ է, մի քիչ խճճված էր, հազիվ հասկացա վերջում ինչ անելու, մերսի Տանյա, լավն էր, սա կոչվում էր հետաքրքիր թատրոն, լավ ուրախացա, ազատագրում ստացա ուղղակի, հալելույա, բայց այս մարդը, այս քույրիկը, այս կինը չուներ հնարավորություն, որ այդ բժշկին կանչեր, Աստված ինքը բժշկին բերեց ըտե, մեր կյանքում էլ կա տենց բաներ, ուղղակի մենք ասում ենք, երանի ճանաչեիր քո այցելության օրը, եթե մենք հանդարտ ենք, մենք ճանաչում ենք իր այցելության օրը, մենք տարվա վերջում հանդարտվում ենք, ասում ենք Տեր, հալելույա, ես վստահում եմ քեզ, դու ես իմ Աստվածը, այդ հանդարտության մեջ ինքը ում պետք է, ինքը բերում է, ում պետք է, ինքը բերում է, շատ վկայություններ կա, եթե ես հիմա անալիզ անեմ իմ կյանքը եկեղեցու առաջ, Աստծո առաջ, շատ վկայություններ կա, շատ դժվարություններ կա, շատ հոգսեր կա, բայց Տերն ասում է հանդարտ եղեք, ես եմ Աստվածը, շատ բաներ կա, ես հավատում եմ ու ես հասկանում եմ, որտեղ ես էլ ձեր նման եմ, հասկանում եմ, որ բոլորդ անցնում եք, պետք է ես, պետք է են, պետք է ես, պետք է են, բայց Տերն ասում է հանդարտ եղեք, հանգիստ, ես իշ դինջ մարդ է, չէ, էդի դնջություն չի, հանգստությունը դնջություն չի, մարդ կարա լավ ճարպիկ աշխատի, բայց հանգիստ լինի, մարդ կարա ամեն բան իր այդ օր անի, բայց հանգիստ լինի, սա հոգու խաղաղությունը, որտեղ ասեց եկեք իմ մոտ բոլորդ եւ սովորեք ինձանից, որտեղ ես հեզ եմ ու հոգով խոնար։ Իմ լուծը վերցրեք ձեր վրա, սա շատ կարևոր բան է, երբ որ մենք ամփոփում ենք մեր տարին, մենք պետք է հասկանանք, որտեղ ենք մենք շփոթվել, որտեղ ենք ճիշտ վարվել, որ դրանցից դասեր քաղենք։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Եկեք շարունակենք։ Իհարկե, եթե մենք ամփոփում ենք այս տարին, մենք չենք կարող շնորհակալություն չհայտնենք Աստծուն, գոհ չլինենք Տիրոջից, չգոհանանք ամեն բանի համար, դա համար գոհանալը ամեն տեղ մեր կյանքում պետք է ունենա շատ կարևոր տեղ, երբ որ մենք ամեն ինչից գոհանում ենք, մենք պետք է, էդի պետք է այդ գոհությունը պետք է լինի ամեն ինչից առաջ, գոհանամ ինչի համար, լսեք սենց խոսքեր, ինչի համար, ախր կյանքս կերավ է, Սեравно գոհացի, Սեравно գոհացի, Սեравно գոհացի, որովհետև գոհանալուց դու ասում ես, որ Տերը աշխատում է իմ հետ ու իր հետ։
Ինձ մեկը մոտիկացավ ասեց, ոչ մի բան չի փոխվում, ասի հենց Տերը վերջացնի քո հետ աշխատանքը, կողքերը լրիվ կփոխվի։ Այս ամեն ինչով Տերը մեր հետ է աշխատում, որտեղ յուրաքանչյուրս թանկ ենք իր համար։ Ու ինչ որ մեր կողքերը կատարվում է, մեր հետ է տանում Տերը աշխատանքը։ Հենց քեզ կարեցավ հաղթեր, գիտեք, չէ, Աստված պայքարում է, որ մեզ հաղթի վերջի վերջո։ Մեր էգոիզմը հաղթվի, մենք պարտվենք Տիրոջ առաջ, կանգնենք ու ասենք Տեր վերջել չեմ կարում, հիմա դու օգնի ինձ։ Մենք պայքարում ենք, մենք գնում ենք, մենք պայքարում ենք, մտածում ենք հեսա կստացվի, Տերն ասում է ինչքան պետք է տես չարչարվես, հանգիստ ելի, ես եմ քո Տեր Աստվածը։ Իհարկե, մենք չենք կարող այս ամեն բանից հետո ծրագրեր էլ չունենանք։ Մենք պետք է ճիշտ ծրագրեր ունենանք նոր տարվա համար։ 2026 թիվը դա Տիրոջ հաղթանակի տարին պետք է լինի մեր համար։ Մենք պետք է հաղթական ծրագրեր կազմենք մեր կյանքում։ Մենք պետք է դաս քաղենք անցյալից, որպեսզի 26 թվին էլ չշփոթվենք, որտեղ չի ստացվի, որ ստեղ ստացվի արդեն։ Դա համար հաղթական պլաններ պետք է կազմենք մեր համար։ Աստծո խոսքն ասում է. Կանգ առ քո ճանապարհներին եւ ճանաչի, որ ես եմ Աստվածը։ Հալելույա։ Երբ որ մենք ճիշտ ծրագրեր ենք կազմում, այս նոր տարվա համար, դա ուժ է տալի մեզ, դա հավատք է տալի մեզ, դա ճանապարհ է գծում մեր համար։ Եկեք մեծ պլաններ վեկալենք Տիրոջ համար։ Մի օրվա պլաններ չէ, տարվա պլաններ վեկալենք, ծրագրեր վեկալենք, որպեսզի դա գործեն մեր կյանքում։ Աննպատակ ապրելը դա մեղք է։ Երբ որ մենք աննպատակ ենք ապրում, դա մեղք է։ Գիտեք, գրեք, վերցեք թղթեր, գրեք այն մարդկանց անունները, որ ուզում եք իրանք ապաշխարեն։ Գրեք ու ամեն օր աղոթեք իրանց համար։ Դրեք ձեր նպատակ, ձեր առաջ ինչքան պետքա ծոմ պահեք։ Ինչքան պետք է աղոթք անեք։ Դուք ասես ինչի համար գրեմ, մենք այս ամեն օր աղոթում ենք, ես նկատում եմ բարեխոսական աղոթները։ Ծոմով բարեխոսական աղոթներ։ Մենք անձամբ ես ամեն տարի հունվարի 1-ին սկսում եմ Աստվածաշունչը ծննդոցից, վերջացնում եմ հայտնությունից տարվա վերջում, չհաշված ամեն օրվա իմ կարդալը։ Այդ գիտեք ինչքան եմ անում ու ամբողջ տարին կարդում, օրը 20 րոպե։ Ու դրել եմ իմ առաջ նպատակ, որ ես դա անեմ։ Դրել եմ իմ առաջ նպատակ, որ ավետարանը քարոզեմ ամեն օր մի մարդու։ Նպատակ դրեք։ Եթե դուք չդնեք այդ պլանները, ձեր մոտ չի ստացվի։ Աստված օրհնում է մեր ծրագրերը, Աստված օրհնում է մեր պլանները։ Նա չի նայում մեր սխալներին, նա չի նայում, որ մենք ստեղ շփոթվանք կամ այդ օր չհասցրեցինք, բայց ինքը օրհնում է մեր պլանները, օրհնում է մեր ծրագրերը։ Դիր քո սրտի մեջ, ունես բան մի դիր, ասա, ես հեսա գնում եմ այստեղ այս աշխարհը գրավելու, տես չէ։ Դիր այն պլանները, որ քեզ հասանելի է, որ դու հասկանաս, եթե հանգարցակի չանեսել, դու չտրտմես դրա համար։ Դրեք պլաններ ձեր առաջ, դա շատ կարևոր է։ Վերցրեք այնպես բաներ, որ ձեր հոգուն օգուտ կտա, ձեր հավատքին ուժ կտա, ձեր կյանքին ուժ կտա։ Որոշում կայացրեք ընտանիքի մեջ լավ լինեք բոլորի հետ։ Ոչ թե սպասեք, որ բոլորը ձեր հետ լավ լինեն, այլ դուք լավ եղեք բոլորի հետ։ Որոշումը կայացրեք։ Կայացրեք այդ որոշումը, դրա վրա կգա Աստված։ Որոշում կայացրեք, ծառայեք, այնտեղ որտեղ որ դուք կաք։ Այդ ինչ դժվար է, այդ ինչ դժվար է։ Մենք ծառայել հասկանում ենք մի ձևով, բայց Աստծո ձևով ծառայելը դա լավ ուրիշ բան է։ Մեկը հաշվի մյուսին բարձր քեզանից։ Ամենաուժեղ ծառայությունը։ Մենք խախտում ենք շատ պատվիրաններ չհասկանալով, որ դրանց մեջ կա զորություն, դրանց մեջ կա օրհնություն, դրանց մեջ կա ուժ։ Հալելույա։ Ամեն։ Փառք Տիրոջը, ամեն։ Ու շատ կարևոր է դա։ Ասում է եւ Եսայի մարգարեի 7:14 ասում է դրա համար Տերն ինքը ձեզ նշան ցույց կտա։ Դες ահակույսը կհեղիանա ու մի որդի կծնի եւ նրա անունը Էմանուել կդրվի։ Էմանուել, որ կոչվում է Աստված մեզ հետ։ Այստեղ մենք դնում ենք ակցենտը, որ ինքը կծնվի, բայց այստեղ ակցենտը Էմանուել, որ ինքը մեր հետ է։
Եթե մեր պլանները չեն փառավորում Աստծուն, դրանք պլաններ չեն։ Դրանք շփոթություններ են։ Եթե մեր պլանները փառք չեն բերում մեր Տիրոջը, դրանք շփոթություններ են, դրանք մարդկային պլաններ են, դրանք կարող է չիրականանան, ես ձեզ զգուշացնում եմ։ Առաջինը դրեք տվեք Աստծուն, то есть փնտրեք Աստծո արքայությունը, մնացածը ձեզ կտրվի։ Փնտրեք Աստծո արքայությունը, մնացածը ձեզ կտրվի։ Հալելույա։ Շատ կարևոր է։ Մեր հարևաններից մեկն ասում է ձեզ խմել չեն թողում, ասում եմ ով չի թողում։ Դե ասում է ձեր այդ շեֆերը, ասի շեֆը ես եմ։ Ոնց։ Հա, ասի ես եմ, բայց ես չեմ խմում։ Ես կատակ արեցի իր այդ իհարկե, որտեղ ինքը այդ մակարդակով էր խոսում, ես իր այդ կատակ արեցի։ Հետո ինքը կին էր, հետո մի երկու օր հետո մոտիկացավ, ասեց ներողություն եմ խնդրում, ես ճիշտ հարց չտվեցի ձեզ։ Ուղղակի ուզում էի ասի հարցնեի ձեզ շամպանսկի էլ չի կարելի։ Ասի այն առաջի հարցը ավելի լավն էր, քան ստես մեկը։ Մենք իրանք մեր պլանների մեջ չեն հասկանում, այս մարդը ոնց է ապրում։ Այն մի հատ պատմություն կա, ասում է դու ինչով ես, ասում է չեմ ты расслабляешься, ասում է я и не напрягаюсь։ Խի, ասում է ինչով ես էլի հանգստանում, ասում է ես չեմ էլ լարվում։ Դա ասում է հանգիստ եղեք։ Մի լարվեք, հանգիստ եղեք, որ Աստծո պլանները կատարվի ձեր կյանքում։ Հանգիստները չի նշանակում, եկար ասես դիվանորը նստա, ես լարված չեմ, ես հանգիստ չէ, մարդ կային, մի հատ բուջուր երեխա կա է, որ հերին ասում է նստի, ասում է չեմ նստի, ռեմենը հանում է նստում է, ասում է պապ, բայց ես ներսից կայնած եմ, գիտես, այսինքն շատ քրիստոնյաներ իրանք այնքան լարված են, որ սենց հանգիստ են ասում, բայց դու զգում ես, մեջի շոչիկը տաքսու այդ շոչիկը աշխատում է, մտածում եմ մի րոպե հետո արդեն սաղ ուշ կլինի, ուշ չի լինի, հանգստացի, հանդարտվի ու ճանաչի, որ ինքը Աստված է, հալելույա, ինքը Աստված է, ճանաչի նրան, քո բոլոր ճանապարհներում ճանաչի նրան եւ նա կօրհնի քո հացն ու ջուրը, հալելույա։ Սա է կարևորը, հացն ու ջուրը որ Տերը օրհնի։ Նկատել եք, իշքան որտե գնանք, իշքան քիչ ուտելիք բերեն, մեկը մի 2-3 սեղան հավաքում ենք։ Չեք նկատել, եթե չեք նկատել, եկեք մեր տուն։ Ես ձեզ անկեղծ եմ ասում, մենք սեղանը գցում ենք, ոնց գցել ենք, հələ դրան շատ հավաքենք։ Չգիտեմ խիատ են ստացվում։ Ինչի համար, մենք չենք գնում դեպի օրհնության, մենք չենք խնդրում օրհնություն, մենք օրհնության մեջ ենք։ Հիշեք այս խոսքը, եթե դու ճանաչեցիր Աստծուն, եթե քո պլանները դրել ես Աստծո առաջ ու ամբողջ քո պլանները Աստծո կամքով արվում, դու մտնում ես Աստծո օրհնությունների մեջ։ Ու եթե քո պլանները փառավորում են 2026 թվականի պլանները մեր հայ ժողովուրդ, սիրելի Աստծո եկեղեցի, պետք է փառավորի մեր Տիրոջը, հալելույա։ Հիմիկվանից մի հատ բան գավերցեք, փագեք վրեն գրեք կոնֆերենցիա ու սկսեք փողը գցել դեր։ Պլան ա դա։ Ասում եմ, վերջի օրը զանգեցա, մեր փող չունեմ ոնց գամ։ Բա 3-4 ամիս առաջ քեզ ասել էինք, խի չես պլանավորում։ Ասում ենք փետրվարին ունելու է սեմինար Էդեմում, տեղը չափով է, չէ, 100 հոգուց ավել չենք կարա ընդունենք։ Հեսա կսկսվի ռեգիստրացիա։ Դու սպասում ես ամենավերջի օրը, պլանավորի հիմիկվանից, որ ռեգիստրացիան անցնես։ Արդեն նախոտ, ինչի համար, դրա մեջ է հաղթանակը, հասկանում եք, մենք շատ անգամ, կասենց մի հատ, ռուսերեն կարամ ասեմ, հայերեն չգիտեմ էդի, ոնց է դե թարգմանեք, դուխ откладывания, հետո, դենց ոգի կա, հետո, ինչը որ կարաս անես այսօր, երբեք մի թող հետոին։ Ինձ մեր կյանքում միացած դեպք պատահեց, մենք գնացինք մի տեղ, մի հատ տատիկ էր Ռոզանա գնացել, ինք ապաշխարել, ծեր տատիկ էր, ու իր ինքը խոսք էր տվել, որ ես քահանա կբերեմ, քեզ կմակարդի։ Ու մենք գնացել էինք այդտեղ ծնունդ, ու Ռոզանան ասեց լսի, ստե մի հատ տատիկ կա, ինքը ուզում է, որ դու իրան մկրտես, ասի քեր, եկանք այդտեղ, ու
դրեցի տազիկ, ինքս ես թելեր կապած, թելով հելավ, ֆռած, իջավ, ես մկրտեցի իրան, ու ասեցի, ես տանեմ իրան հաղորդություն, ասես կիրակի անցնի, տանեմ իրան հաղորդություն։ Ես որոշել եմ 2 շաբթի օրը տանեի, 2 շաբթի չստացա, ասի լավ 3 շաբթի կտանեմ։ Գիտեք, չարը խափում է, 3 շաբթի օրը ինքը մահացավ։ Երբեք մի թող, որ անցնի ժամանակը։ Եթե այսօր է, թե այսօր, դամար պլանավորի, ասա Տեր, ինչ որ ուզես, այսօր կանեմ։ Ասма հիմա է ժամանակը Տիրոջ անունը կանչելու։ Հետո չի, մի մտածի որ տեսակետաստուն Տիրոջ անունը կկանչես։ Հիմա հենց ստեղ այս պահին կանչի Տիրոջ անունը։ Ծրագրի վրի քո կյանքը 2026 թող քո կյանքի մեջ ունենա պլաններ, որոնք որ կփառավորեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը։ Հալելույա։ Փառավորենք Տիրոջը։ Նա արժանի է։ Էմանուել։ Աստված քո Ամեն անգամ, երբ որ մենք ճիշտ որոշում ենք կայացնում, Աստված փառավորվում է մեր կյանքում։ Ճիշտ որոշում ներելու, ճիշտ որոշում չջղայնանալու, ճիշտ որոշում թողելու մեղքը։ Ես մեկ զարմանում եմ, որ մարդն ասում է չեմ կարող։ Ես իրան ասում եմ դու պրոստը չես ուզում։ Եթե դու ուզես, Աստված քեզ կօգնի։ Եթե մենք սրտանց մի բան ուզում ենք, մենք դրան հասնում ենք։ Մենք ընդեղ ենք, որտեղ որ մենք ուզում ենք լինենք։ Եթե մենք չուզենք, մենք չենք լինի տեղ։ Դամար պլանավորեք, որտեղ լինեք։ Մի դրեք ամեն շաբաթ օրը, ասում եմ, դե մեր տունը հույր եկավ, ոնց գայի ծառայության։ Ասում եմ, դու ոչ թե հույրը եկել էր, որ դու մնայիր տունը, հույրն եկել էր, որ դու եկեղեցի իրան բերեիր։ Այդ դրա համար էր հույրը եկել։ Մենք պետք է չոտքի հասկանանք այդ բաները։ Հասկացաք, դա շատ կարևոր է այդ բաները։ Եթե մենք եկեղեցին չենք արժեքավորում, եթե մեր համար եկեղեցին տեղ չունի մեր կյանքում, եթե մենք չենք ապրում Քրիստոսի մարմնի մասին խորհելով, մեր հաղորդությունն էլ ուժը կորցնում։ Որտեղ ասում եմ, ով որ հաղորդությանը կմասնակցի, թող խորհի Հիսուսի մարմնի համար, Հիսուսի մարմինը այսօր եկեղեցին է։ Դրեք ձեր սրտերի մեջ, խորհել մարմնի համար, մտնել կարիքների մեջ, ունենալ հաղորդություն, եկեղեցու հետ, մոտիկանալ Տիրոջը, եկեղեցու միջոցով, աղոթքի միջոցով, ծոմապահության միջոցով ու կատարել իր կամքը։ Թող 2026 թիվն իր կամքը կատարելու գոհության, օրհնության, փառքի տարի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ինչ բան է եկեղեցի, դա Աստծո մարմինն է, ու մենք գալիս ենք եկեղեցի ինչի համար, որպեսզի ամբողջ հոգևոր աշխարհի մեջ վկայենք, որ մենք այս շաբաթ քայլել ենք Տիրոջ կամքի մեջ։ Գալով եկեղեցի, մենք եկել ենք, որպեսզի բերենք մեր զոհը Աստծո առաջ ու օրհնության պատարագ մատուցենք։ Եկեղեցին ուղղակի ժողով չի, եկեղեցին ուղղակի հավաքույթ չի, եկեղեցուն մեծ գաղտնիք է, մեծ խորհուրդ է, ու մենք պետք է պլանավորենք, որպեսզի բաց չթողենք ոչ մի շաբաթ օր եկեղեցի գալու համար, պլանավորի օրը, մի ապրի։ Վայ, այսօր ինչ օր է, չորեքշաբթ, տնային խմբակ ունեմ։ Մի ապրի, այսօր ինչ օր է, շաբաթ, վայ, էլի եկեղեցի, այ մարդ ամոթել արդեն եկեղեցի չեմ եթում իրեք շաբաթ։ Ամոթել է այդ հանգոնյա երեսը ստենան, մնա տունը։ Մի երկու շաբաթ էլ չկաս երեսը դել կմոռան։ Ու Տերը կգա ժամանակ, կասես Գասպոց, Տեր, ուր ես, կասի ես քեզ չեմ ճանաչում։ Իմ ժողովուրդը փառավորում էր, պլաններ էր գծում, ծրագրեր էին գծում, ավետարանչության, ծոմի, խոսքի, գործերի, ամեն ինչի պլան էին գծում։ Դու ուր էիր, հանգստի մեջ էիր։ Հալելույա։ Եկեք հավատարիմ լինենք Տիրոջը։ Եկեք իր գործին հավատարիմ լինենք։ Եկեք մեր Տիրոջը, որ ասում ենք Տերը ծնվավ իմ համար, որ ես կյանք ունենամ, ուրախություն ունենամ, որպեսզի ես ամեն բան ունենամ։ Եկեք մեր Տիրոջը դնենք առաջի տեղը, որպեսզի ինքը փառավորվի։ Մենք Կրասնոդարում Տեր մնա 18-ից ունեինք աստվածաշնչյան ուսուցանումներ, ամեն 5 շաբթի, չէ, ամեն 5 շաբթի գալիս էին գտեղ, մեր Բարիս Գյորգիչը դեր սովորացնում էր մեզ Աստվածաշնչից, ու մենք սկզբից լավ փառաբանում էինք ասում, ու Իվան Գրիգորը չկար մեր մոտ չէր հլը,
Այն 50-ական էր, տարավ հիմա արդեն նորմալ հավատացյալ։ Ու մենք երբ որ փառաբանում էին, կողքի զալն էլ հավաքվում էին մարդիկ, որ իրանք բուդդիստ էին։ Ու մի անգամ իրանցից մարդ եկավ մեր մոտ, ասեց, գիտեք ինչ ասեց, մի շկամանց փառաբանեք էլի ձեր Աստծուն, ասում։ Երբ որ դուք ինչի համար ասեցինք, ասեց, երբ որ դուք փառաբանում եք, մեր արձանը ընկնում է երեսի վրա, ասեց։ Դուք մի քիչ ցածր փառաբանեք, որ մեր արձանին մենք էլ կարողանանք խոնարհվել։ Այ մարդ ասինք, ընչեք այդ արձանին խոնարհվում, որ երեսի վրա ընկնում է մեր Աստվածի առաջ։ Դե ասինը տենց գիտենք, տենց ենք անում։ Ու գնացին, բայց մենք ավելի ուժեղ սկսենք փառաբանել։ Գիտեք, մեր Աստվածը այն Աստվածն է, որի առաջ ամեն մի արձան ընկնում է։ Հալելույա։ Եթե դու էդի գիտակցում ես ու դու դրան ծափահարում ես, կյանքդ վերանայի, ոնց ես վարվում այդ ձևի Աստծո հետ, որտեղ մեր Աստված մաշող կրակ է։ Նայ ոնց ես ապրում քո Աստծո, թաքուն կյանքն է կարևոր։ Դավիթն ասում է իմ թաքուն կյանքից մաքրի ինձ Տեր։ Դա շատ կարևոր է, որովհետեւ մեր ծածուկ կյանքը սուրբ լինի Աստծո առաջ։ Հալելույա! Հալելույա! Իսկ որ մենք ասում, ես այսօրվանից էլ չեմ անի։ Հանդարտ էլի։ Հանգստացի, խոստ մի տուր, որոշում կայացնա։ Խոստալն ու որոշում կայացները դրանք տարբեր բաներ են։ Դու կարաս խոստանաս, բայց չանես, բայց որ որոշում կայացնես, դու չես խոստանա, դու պրոստը կշարժվես։ Նման մի խոստացի, որոշում կայացնա, որպեսզի Աստված փառավորվի չերես քեզանով։ Դու գիտես, Աստված չգիտի քո տեղը։ Դու գիտես Աստված քո տեղը չգիտի, ես քեզ կարող եմ մի հատ գաղտնիք ասեմ։ Մինչև քո օտե գալ արդեն Աստվածը դե քեզ սպասում է։ Հալելույա։ Տերը օրհնի։ Կուզենամ, որպեսզի մենք միասին աղոթենք, խնդրենք Տիրոջը, որպեսզի ոչ թե ինքը մտնի մեր պլանների ու ծրագրերի մեջ, այլ որպեսզի մենք մտնենք իր պլանների ու ծրագրերի մեջ, որպեսզի մենք ասենք Տեր, արդեն ես չեմ ապրում, այլ դու ես ապրում իմ մեջ, որպեսզի մենք ասենք Տեր, իմ կյանքը արժեք չունի առանց քեզ, իմ կյանքը արժեք չունի առանց քեզ, ազատ է ամեն ագահությունից, չարությունից, նախանձից, բամբասանքից, ամեն տկարությունից, օրհնից, ես ուզում եմ օրհնված լինեմ։ Ճիշտ է, դժվար է, մենք կշփոթվենք, ես չեմ ասում մենք այսօրվանից հիմա այս քարոզից հետո կդառնանք իդեալական։ Իդեալական լինելը դա նշանակում է արդեն 1, 2, 3 հայտնանք երկնքում։ Բոլոր իդեալական մարդիկ արդեն երկնքում են։ Ստե տենց մարդ գոյություն չունի, չխաբնվեք։ Ուղղակի մեր կայացած որոշումը մեզ տանում է դեպի կատարելության։ Ամեն։ Ես ուզում եմ, որպեսզի փառաբանության խումբը գաստեղում ենք երգենք բացառատել Աստված երկինքը իմ հոգու համար, որ ճանաչեմ քեզ, որ ճանաչեմ քեզ, շատ կարևոր բառեր են, որ ճանաչեմ քեզ, որ զոհ բերեմ քեզ, որ խոնարհվեմ քեզ, շատ կարևոր բառեր են, մինչև փառաբանելը, կուզեմ աղոթենք իրար հետ, եկեք ոտքի կանգնենք, Տեր ջան, գոհություն քեզանից, մեր սիրտը բաց է քո համար, Տեր, դու գիտես որտեղ ենք մենք շշկրվում, որտեղ ենք շփոթվում, որտեղ չենք փնտրում, կամ որտեղ ենք փնտրում, որտեղ ենք զսպում մեզ, որտեղ ենք մեզ սպանում, որպեսզի քո կամքը կատարվի, Տեր, որտեղ ենք մենք մեր շունչը atvergaем нашу душу, Տեր ջան, խնդրում եմ քեզանից, օգնի եկեղեցին, թող 2026 տարվա մեջ եկեղեցին լինի օրհնված, որպեսզի ամեն մեկը դնեն իրանց առաջ, խորհեն, պլաններ գծեն, կազմեն, որպեսզի թողեն ամեն ինչը որ քեզ խանգարում է, իրանց օրհնելու համար։ Տեր ջան, խնդրում եմ քեզանից, բացարա մեր աշկերը, բացարա մեր ականջները, բացարա մեր միտքը, բացարա մեր սիրտը, օգնի մեզ այդ ամեն բանը անելու, որտեղ մենք չենք կարող առանց քեզ անենք
ոչինչ։ Դամար խնդրում եմ քեզանից Տեր, օգնի մեզ Հիսուսի անունով, ես ուզում եմ փոխվեմ, ես ուզում եմ իմ պլանները փոխվեն, ես չեմ ուզում որ դու մտնես իմ պլանների մեջ, ես ուզում ես մտնեմ քո պլանների մեջ, ես չեմ ուզում որ դու մենակ ինձ օրհնես Տեր, ես ուզում որ իմ կյանքը քեզ փառավորի Տեր ջան, Հիսուսի զորավոր անունով մենք փառք ենք տալիս քեզ, ու այս երգով խնդրում ենք, բաց հրա մեր համար երկինքը, էլ ավելի Տեր, որպեսզի մեզ պարզ տեսնենք Տեր ջան քո փառքը, որ վեր է ամեն մի անունից, տեսնենք քո անվան փառքը, որ վեր է ամեն մի փառքերից, Հայր Հիսուսի անունով, ու ես որպես քո ծառա օրհնում եմ եկեղեցին, Հիսուսի զորավոր անունով, թող եկեղեցու վրա իջնի քո օրհնության քովը, քո արյան ծածկոցը, թող ամեն մի մարդ հավատարիմ լինի քեզ, քո անվանը Տեր, քո այդ ծնունդին, որ ասվում է Էմանուել, որ դու մեր հետ ես, թող անունդ փառավորվի, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հալելույա, եւ բոլորն ասացին, ամեն, Տիրոջ Хочу познать Тебя, мой Бог, хочу я быть у Твоих ног, всегда Тебя благодарить и в духе быть с Тебе ходить. Hogwarts,
my